Ողջույն հարգելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի եթերում մենք հաղորդաշարն է, իսկ հյուրս այսօր Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, Շուշի սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոնի նախագահ, բնիկ շուշեցի Աշոտ Հարությունյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, հրավերս ընդունելու համար։ Խնդրեմ։ Պարոն Հարությունյան, գիտեմ, որ ամբողջ պատերազմի ընթացքում որպես բնիկ շուշեցի մեկ քայլ անգամ չեք ցանկացել դուրս գալ, հեռանալ Շուշիից եւ ավելին մինչեւ վերջի պահը, եթե չեմ սխալվում, 6 հոգով շարունակել եք մնալ Շուշիում։ Իսկ հետո թե ինչ կատարվեց եւ առհասարակ այդ ընթացքում ինչ էր կատարվում Շուշիում, կուզեմ լսել ձեզ։ Ներկայացրեք, խնդրեմ, 44 օրյա պատերազմի ընթացքում ինչ կատարվեց մեր բերդաքաղաք Շուշիի հետ, դուք որպես Շուշիի վերջին մարտիկ, այսպես ասեմ, մեզ տեղափոխեք հիշողություններով ինչ էր կատարվում Շուշիում։ Ասեմ ձեզ, որ այնինչ մեր ազգի հետ կատարում է սկսած 16-րդ դարից, որտեղ մեր ազգը ընտրել է չարիքներից փոքրագույնի ընտրության գաղափարախոսություն եւ դրանով ղեկավարում։ Հետևանքը նա էր, որ 2018 թվականին մարդիկ չարիքներից փոքրագույնը համարեցին Արայիկ Հարությունյանին եւ ընտրեցին իրեն, չնայած բազում զգուշացումներին, որ իր ընտրությունը դա կլինի Արցախի վերջը, մարդիկ գնացին ընտրեցին։ Պատերազմը սկսվեց եւ պատերազմի հենց սկսելու առաջին իսկ օրը հնարավորություն կար պատերազմը ավարտել։ Այսինքն մեր հետախուզությունը հստակ տեղեկություն է հաղորդում կոնկրետ դեպի Հայաստանի Հանրապետություն այդ ուղերձ եղել, որ թշնամական ուժերը կենտրոնանում են Հորադիժի ուղղությամբ։ Թվականակ ասում, ինչքան եւ այլն եւ ներողություն երբ է տրվել այդ ինֆորմացիան։ Այդ ինֆորմացիան տրվել է, ես ձեզ ասեմ, որ նույնիսկ պատերազմը սկսելուց 2 օր առաջ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը գիտեր, որ ադրբեջանական ուժեր են կենտրոնանում եւ պատերազմը լինելու։ Դա իրենք հստակ գիտեին։ Ինֆորմացիան հաղորդվել է այստեղ, մինչև այստեղից հրաման է գնացել Արցախ, արդեն պատերազմի մեկ շաբաթ անց։ Հրաման են տվել, որ այդ ուղղությամբ մերոնք հարված են, արդեն թշնամին իր զորքերը փաստորեն մտցրած մեր տարածք եւ արդեն տարածած։ Ուշանալու պատճառը ո՞րն է հրահանգի։ Դա ես չգիտեմ ո՞րն է, ես ընդհանրապես եզրակացություն կարող եմ անել հետևանքով։ Այսինքն, եթե չի եղել եւ Արցախը հանձնվել, նշանակում է եղել է դավադրություն։ Ուրիշ ոչինչ բան ես չեմ կարող դրա մասին ասել։ Երբ որ կարելի էր ընդհանրապես 2 տոճկա ու հրթիռներով հարցը լուծել։ Ասենք նա եթե դուք նայում եք Ուկրաինայում ընթացող պատերազմին, ասենք Կուրսկի տակ, ռուսները առանց որևիցե խրճմտանքի օգտագործեցին Սարմատ հրթիռը եւ 7000 ուկրաինացու միանգամից ուղարկեցին մյուս աշխարհ։ Դրանով փաստորեն ուկրաինական հարվածային ուժ կոտրվել է։ Չնայած ուկրաինացիք թփրտում են, ասում են սենսներ, բայց իրականում հարվածային մեծ ուժ են իրենք կորցրել, 7000 հոգին դա ընտիր զորամաս։ Հիմա դուք պատկերացրեք, մերոնք էլ կարող էին ընդամենը 2 հրթիռ խփելով այդ թշնամու կուտակումներին, դրանով դա կդառնար նախ թշնամու հարձակումը կասեցնելու գործողություն, աշխարհին այդպես մենք կկարայինք ներկայանալիք, նկարահանումներ կան, արվել են հատուկ անօթաչու սարքի կողմից ամբողջ 44 օրյա պատերազմը նկարահանված է։ Այնպես չի որ դա չկա։ Եվ այդ հետախուզական այդ ամբողջ տվյալները, որ հաղորդվել է, թե ինչու մերոնք դրան չեն հակազդել, դա մնում է ընկնել ենթադրությունների գիրկը նաև։ Ինչ վերաբերում է 100%, որ սա նախորոք պարտության ճանապարհ ընտրվածի պայմանավորվածություն էր, դա պարզ էր։ Հիմա ես ասենք, երբ որ զինվորների եմ խոսացնում, ինչ ա եղել, ոնց ա եղել, մարդիկ ասում են, որ մենք առաջին շաբաթները լավ էլ կռվում էինք եւ լավ էլ դիմադրում էինք եւ
Դրա մասին նաև խոսում են Թշնամու YouTube-յան կանալներում տեղադրված տեղեկատվությունները, նրանք անդադ բողոքում են, որ հայերը չգիտես ինչու լավ դիմադրում են։ Եվ նույնիսկ կա իրենց հրամանատարներից մեկի ինֆորմացիան, որը այդ ինֆորմացիան տարածելուց հետո այդ հրամանատարը անհասկանալի պատճառներով մահացավ, ադրբեջանական, նա ասել է, որ չնայած մեզ ասել են, որ հայերը չեն դիմադրելու, հայերը դիմադրում են եւ մեր գեներալները ասում են, խափում են Ալիևին, երբ որ ասում են, որ մենք հաղթում ենք, ասում են իրականում հայերը մեզ ծանր կորուստներ են պատճառում եւ եթե այսպես գնա, մենք Բյուրոսյան հաղթանակ ենք տանելու։ Դա մինչև ամսի քանիսն է եղել։ Դա մինչև դա դեռևս Շուշին ազատագրված Շուշին դեռ մեր ձեռքին էր։ Այսինքն մինչև նոյեմբեր մենք հաղթում ենք, մենք մղում ենք Թշնամու համար շատ ծանր համառ մարտեր եւ մերոնք ծանր վնասներ էին հասցնում Թշնամուն։ Սա պարզելից էլ պարզ է։ Հադրութի փաստորեն հանձնումից հետո Հադրութը հանձնվել է, ոչ թե Թշնամին գրավել է։ Հադրութի հանձնումից հետո եւ ահռելի քանակությամբ անհասկանալի պատճառներով մեր տրված զոհերը, որոնք կարելի էր խուսափել, չունենալ այդ զոհերը, այս ամենը խոսում է այն մասին, որ ամեն ինչ շատ լավ է նախագծված ա եղել, այդ կորուստները պիտի լինեին, ըստ երևույթին ինչ որ մարդկանց կողմից հաշվի առված, որպեսզի մեր բանակը կոտրվեր մարտական ոգով եւ փաստորեն հայտնվեր ստրատեգիական այնպիսի ոչ նախանձելի պայմաններում, որ ինքը չկարողանար այլևս պաշտպանել ճեղքված ռազմաճակատ եւ փաստորեն մեր բանակը հենց այդպիսի իրավիճակում էլ հայտնվել է։ Շուշիի տակ, ասենք, մինչև Շուշի մտնելը Քարինտակի համար մարտեր էր գնում, համառ մարտեր, ես այդ ժամանակ մասնակցում էի մեր բարեկամի հուղակավորությանը, ինքը սպանվել էր գրադի հրթիռակոծության ժամանակ դիրքերում, իրեն բերած Քարինտակում թաղում էինք, իսկ Քարինտակից փաստորեն ընդամենը 2-3 կիլոմետր հեռու մարտեր էին ընթանում։ Այսինքն մարդիկ թաղում էին իրենց հարազատ մարդուն, իրենք համոզված էին, որ տարածքը չի հանձնվելու։ Երբևէ մարդ չի կարող իր հարազատին թաղել այն տարածքում, որ եթե ինքը իմանա, որ այդ տարածքը հանձնվելու է։ Եվ այնտեղ համառ մարտեր էին ընթանում։ Եվ Քարինտակի այդ պաշտպանության մասնակիցներից, որոնց որ խոսացել եմ ես, իրենք ասում են, որ մենք հետ ենք մղել Թշնամու հարձակումը, հետո մեզ փոխարինել են։ Իրենք չեն ասում Հայաստանից եկած կամավորականներ, իրենք ասում են հայերեն խոսացող ինչ-որ զինվորներ, եկել են մեզ փոխարինել են, մենք իջել ենք Քարինտակ, հաջորդ առավոտյան ասում են մենք տեսել ենք մարտեր արդեն ընթանում է Քարինտակում։ Կներեք, պարոն, այդ նույն ընթացքում խոսվում էին ադրբեջանցիների, բավական մեծ թվով ադրբեջանցիների հայկական անձնագրեր տալու եւ Հայաստանով նրանց դեպի Արցախ ուղարկելու մասին, որի ակտիվ մասնակիցը այն ժամանակ այդպես էր ասվում, այսօր էլ նույն կարծիքին են կարծում նաև դուք, Արգիշտի Քարամյանի անունն էր նաև շրջանառվում, որ հանձնվել է հենց նաև իր կողմից, այսինքն սա եղել է մի ամբողջ օպերացիա, այսպես ասած։ Տեսեք, ադրբեջանցիները մի հատ վիդեո էին տեղադրել, որտեղ իբրև հայերեն մարդկանց մեջ ուրեմն խուճապ առաջացնող ձայնով մեկը գոռում է. «Փախեցեք, փախեցեք»։ Դուք ինչ եք կարծում, հայը կարող է այդպես ասել փախեցեք։ Չէ, պիտի ասել փախեք։ Հիմա եթե մարդ ասում է փախեցեք եւ լսողներն էլ հստակ հասկանում են, որ հայը նման բան չի կարող ասի, որտեղ դա հայեցի չէ այդ խոսակցությունը, սա ընդամենը մի փաստարկ է, որ հիմա ադրբեջանցիներն են հեռացնում, ըստ երևույթին իրանք են հասկանում, որ իրենց գործակիցներին այդտեղ վատ վիճակում են դնում, կամ երևի ստղից են պահանջում նրանց, որ հեռացնեն եւ այդ հեռացումները կատարվում են։ Ինչ պարզապես ինձ համար անհասկանալի է խոսքի, ասենք, ինչպես է դառնում, եթե հավատանք մեր քարինտակցիների, իրանք վստահ ասում են, որ դա Նախիջևանից մտած դիվերսիոն խումբ է եղել, երբ որ ես հարցնում եմ քանի հոգի է եղել, ասում են մի վաշտի չափ։
Ասենք եթե մի վաշտի չափ զորք ոնց է ամբողջ Հայաստանի տարածքով անցնում մտնում Արցախ։ Առանց Հայաստանի իշխանության Ինչպես կարա հայկական երկու սահմաններ հատում, եթե թշնամին է դա եղել, ու մերոնք չգիտեն դրա մասին։ Անցնում են, հասնում են Քարինտակ եւ Քարինտակում մարտեր ընթանում, հաջորդ օրը արդեն մենք հայաստանյան կամավորներ մտնում են Շուշի, այդ կամավորների մի խումբը միանգամից մարտի է բռնում հենց Շուշիի տակ, Քարինտակով դեպի Շուշի ներխուժելու փորձանող ադրբեջանցիների դեմ, նո այդ խումբը ես ինչքան հիշում եմ ղեկավարել է Վանեցյանը եւ բավականին լուրջ ադրբեջանցիների կորուստներ են ունեցել կռվից հետո երբ որ մահացածներին փոխանակում էին, այդ տարածքում երկու շուշեցի զոհվածների դիակներ են գտել եւ այդ երկու զոհված դիակների արչեվում փռված էր 200-ից 300 ադրբեջանական զավթիչների դիակներ։ Սա խոսում է այն մասին, որ մարդիկ կռվել են, դիմադրել են, թիկունքից օգնություն չի հասել եւ հասկանալի է դիրքը հանձնված է, գրաված է եւ եղավ նաեւ արդեն մուտքը դեպի Շուշի։ Դեպ շատ ցավով պիտի ասեմ, որ այսօր հայության մեջ տարածում են այս իշխանությունների ներկայացուցիչները նրանց մերձ շրջանակները, թե արցախցին չի կռվել, հանձնեց իր հայրենիքը, թողեց եկավ, բազմաթիվ փաստեր, բազմաթիվ տեսանյութեր, փաստեր հակառակի մասին են ապացուցում եւ մենք ինքներս էլ հասկանում ենք, որ դա շատ վատ ու վտանգավոր քարոզչություն է արցախահայության դեմ եւ առհասարակ հայ ժողովրդի արժանապատվության տեսանկյունից։ Ես հիշում եմ այդ օրերին, պարոն Հարությունյան, երբ որ Մոսկվայում այդպես կլոր սեղան քննարկումներ էին անում, հիմա ես կդժվարանամ հիշել այդ ռուս գեներալի անունը, բայց նա վստահաբար ասում էր հայը երբեք չի կարող պարտվել։ Ադրբեջանցին, նա ինքն էր ասում, ադրբեջանցին կռվող զինվոր չէ, այ հայը կռվող է եւ անգամ շեշտում էր, թե հայը ու արցախցին մասնավորաբար քանի գեներալներ է տվել խորհրդային միությանը։ Այսինքն աշխարհում էլ եւ նաեւ խոսքը տվյալ դեպքում Ռուսաստանում կար այդ հստակ ակալը, որ արցախցին չի պարտվելու, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց։ Շարունակենք, դուք ասացիք Վանեցյանի խմբի մասին, այդ օրերին հայկական կողմից Հայաստանից եկած ինչ խմբեր են ընդհանրապես եղել, տարբեր անուններ են ասվում, նաև Սեյրան Օհանյաններ, ասում են, փորձել է կազմակերպել պաշտպանությունը, իրենց էլ ոչինչ չհաջողվեց։ Այդ ինչ մի մեծ, այսպես դավաճանական սցենար սարքվեց, որին անհնար եղավ դիմակայել։ Տեսեք, մարդկանց չթողեցին փաստորեն։ Միակ եզրահանգումը դա է, ասենք եթե պատերազմների բովով անցած գեներալ Սեյրան Օհանյանը գալիս է Շուշի եւ չեմ հիշում ամսի 3-ին թե 4-ին ինքը խորհրդակցությանը հրավիրել ամբողջ Շուշի ղեկավարությանը եւ կոնկրետ հանրահարականներ ա տվել ինչեր պետքա անել։ Ես հիշում եմ, որ նույնիսկ ամսի 5-ին, երբ որ թշնամու դիվերսիոն մեծ խումբ Քարինտակի արահետով մտան մեր գերեզմանոցի տարածքը, հայկական գրադ կայանքները լրիվությամբ հրթիռակոծեցին գերեզմանոցը եւ այնտեղ ադրբեջանցիների զոհերը անցնում է 700-ից։ Եվ այդ դիվերսիոն այդ մեծ խմբավորումը փախավ։ Բայց կա չէ այդ տեսանյութը ոնց են բարձրանում դանդաղ, այսպես եւ ասում են ինչ որ մի ուղեկցող է եղել անգամ։ Իրենք ցույց են տալիս բարձրանալը, իրենք ցույց չեն տալիս ինչ ա եղել այդ բարձրացող խմբի հետ։ Այդ բարձրացող խմբից մարդ չի մնացել ողջ։ Բոլորին ոչնչացրել են։ Այսինքն ես մի անգամ ասել եմ, այսօր էլ պատրաստ եմ կրկնել, որ 18 թվականին իշխանության եկածները խնդիր ունեին, ինչպես Ուկրաինա-Ռուսաստան կռիվ է ընթանում, այնպես էլ պատերազմ հրահրել Ղարաբաղցի հայաստանցի սցենարով։ Մինչ այսօր նույնիսկ դա գնում։ Տեսնելով, որ իրենք անհաջողության են մատնվել, իրենք հանձնեցին Արցախը։ Սա արդեն դավաճանի վերջին հուսահատական քայլն է, երբ որ ինքը տեսնում է, որ իր ոչ մի ծրագիր չի ստացում, ինքը պարզապես հանձնում է մի երկիր, իդեպ ասեմ, որ թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, թե Արցախի Հանրապետության սահմանադրությամբ երկրի եւ ոչ մի իշխանավոր, անկախ նրանից ինքը նույնիսկ եթե գեներալիսիմուս է, ինքը իրավունք չունի տարածքներ հանձնելու առանց
ազգային ժողովի քննարկումներ անցկացնելու տեսեք ինչ է կատարում։ Դե մենք ականատես ենք նրան, որ սահմանադրությունը ակնհայտորեն ոտնահարվում է եւ միանշանակ։ Կուզեմ նորից արդեն պատմական կարծես, հա, փուլերին այսպես հերթով անդրադառնալով գնանք, որպեսզի նաև մեր ժողովուրդը ի վերջո 4 տարի անցել է պատերազմից, շատերը, պարոն Հարությունյան, հարցեր ունեն, որոնց պատասխանները սպառիչ չկան կամ էլ այնքան հակասական են, խճողվում են մարդիկ, ասում են ի վերջո այս իշխանության նպատակը մենք հասկանում ենք որն է, գցել բոլորի վրա մեղքը բացի իրենցից, մինչև այդ գցում էին նախկինների վրա, հետո հերթահասավ ռուսներին, ռուս խաղաղապահներին, հիմա արդեն արցախցիներ դուք եք մեղավոր, ղեկավարություն դու ես մեղավոր, արցախցի զինվոր դու ես մեղավոր եւ այլն։ Դրան դեռ փոքրանց կանդրադառնանք, լավ, Շուշիի պարագայում Իսկանդերը այդ ոնց հայտնվեց, այդ ինչու խփեցին հենց Շուշիին, նպատակը որն էր։ Իմ հարգարժան գործընկերներից մեկը արցախցի ինձ հուշեց հետևյալ միտքը, որ նպատակը եղել է հետևյալը. այդ պահին Շուշիում գտնվող մինչև վերջ կռվել ցանկացող, պատրաստ կռվելու հայրենասեր տղերքին տեղում ոչնչացնելն էր, այո։ Եվ ստիպել, որ թողնեն Շուշին։ Դուք այդ մարդկանցից երկու Իսկանդեր ա խփվել Շուշի վրա, մեկը պայթել է Շուշի թանգարանից ընդամենը այնտեղ 200-ից 300 մետր հեռավորության վրա գտնող տան այգու մեջ։ Մյուսը պայթել է Քարինտակի արահետում, Քարինտակից դեպի Շուշի բարձրանող արահետում։ Սա խոսում է այն մասին, որ փաստորեն մի այնպիսի պահի, երբ որ հայկական զորքերը սկսել էին հակահարձակման գործողություն, ես այդ ժամանակ Նորագյուղից դիտում էի դա, ամբողջությամբ երևում էր ինչպես է մեր հրետանին աշխատում Շուշի վրա, եւ բոլորը Նորագյուղի զինվորականներ կային Նորագյուղում, որոնք ասում էին մինչև երեկո Շուշին թուրքերից ազատագրվելու է։ Ես գիտեի, որ այնտեղ աշխատում են մեր հատուկ նշանակության զորաջոկատները եւ ունեմ տվյալներ, որ այդ տղաները հասել են մինչև վարչակազմի կողմերը, մի մասը հասել է Ղազանչեցուցի գյուղեցի եւ այդ մարդկանց հասել են դուրս եկեք Իսկանդերով խփում ենք, թուրքեր կան եւ այլն այսպես, ու այդ մարդիկ ստիպված են եղել փաստորեն հասած ստրատեգիական այդպիսի կարևորագույն հաջողությունների լքել Շուշին, որպեսզի չընկնեն Իսկանդերի հարվածի տակ։ Դեռ գիտեք միֆը Իսկանդերի մասին, մարդիկ գիտեին, թե դա միջուկային ռումբի հզորության ինչ-որ մի բան է, հասկանալի է, որ մարդիկ մտավախություն ունեին, որ ամբողջ Շուշի տարածքն է ավերվելու Իսկանդերի այդ պայթյունից։ Դեռևս հարց է, թե այդ Իսկանդերը որտեղից է խփվել, որտեղ ադրբեջանցիները մի հատ վիդեո են ցույց տվել, որտեղ իրենք ցույց են տալիս այդ Իսկանդերի կտորը, որի վրա կա գրություն, եւ այդ գրությունից իրենք ասում են, որ այս հարվածը հասցվել է Կրասնոդարի շրջանից։ Սա հայերը դրա հետ կապ չունեն։ Այսինքն չեմ կարող ասեմ, դա վիդեո ես նայել եմ։ Եվ սա եւս մեզ մտածողության տեղիք է տալիս, որ այս դավադրությունների ավելի մեծ բան կա, քան մենք կարծում ենք։ Ավելի մեծ շղթա։ Ավելի մեծ շղթա կա, քան մենք մտածում ենք եւ ես պարզապես զարմանում եմ, երևի թե հայոց պատմության մեջ առաջի անգամ է, որ դավադիրները իշխանավորներն են եւ աշխատում են իրենց բնակչության դեմ, աշխատում են իրենց ժողովրդի, իրենց զորքի դեմ։ Դրա համար այսօր այս վիճակում Սա սարսափելի է, սա աններելի է եւ ես միշտ ասում եմ Աստծուց, միշտ ասում եմ մեղա քեզ Աստված, բայց ես անիծում եմ դրանց 7 պորտը։ 7 պորտը թող անիծյալ լինի այդ մարդկանց, աշկ չբացեն ու իրենք էլ վայ կանչեն ու սպասեն իրենց երեխաներին, ոնց որ այսօր մեծ քանակությամբ արցախցիներ, նաեւ Հայաստանում ապրող բնակչություն չգիտեն, թե որտեղ են իրենց երեխաները։ Պարոն Հարությունյան, այդ օրերին թուրքերը տարածում էին մի տեսանյութ, որտեղ պարզ երևում էր, որ Քարինտակից դեպի Ստեփանակերտով Շուշի այդ ճանապարհահատվածի այդ ուղղությամբ
մեր զինվորները մի գծով զոհվել էին։ Ինչի հետևանք էր սա։ Այդ վիդեոն ոչ միայն թուրքերն են ցուցադրել, դա այն ժամանակ առաջին կադրերը ցույց է տվել, գիտեք, Վարգոնձա, այտենց մի հատ ռուսական բան կար, ինքն է դա ցույց տվել առաջ անգամ մեր տղաներին զոհված վիճակում։ Ես օրինակ կարամ ասեմ հետևյալը, որ ըստ երևույթին մեր զորքերի վրա ինչ որ անհասկանալի միջոց է կիրառվել, որտեղ խոսակցություններ ընթանում այն մասին, որ այդ զինվորների վրա գնդակների հետքեր չի եղել, բայց սպամած են եղել այդ զինվորները։ Թունավորում է, Այսինքն թե ինչ զենքով է եղել այդ հարվածը։ Կարելի է գուշակություններ անել քիմիական զենքից վերցած մինչև չգիտեմ, այլ զենքերի, ես չեմ ուզում դրանց մասին ասել։ Ադրբեջանը քիմիական զենք կիրառեց, չէ, Արցախի Ադրբեջանը անտառների վրա էր քարի կռվի ժամանակ ինքը սպիտակ ֆոսֆորի ահռելի մեծ քանակությամբ կիրառել է մեր զորքերին քշելու համար այդ տարածքներից, բայց դա էլ չի օգնել։ Մեր զորքերը այնտեղ կռվել են։ Թող սա ցանկացած հայ մարդ մի անգամ էլ միացնի այդ վիդեոները կան դրած, նայեն եւ ձեռները սենց սրտին դնեն ու ասեն, որ ես լինեի այսքանից հետո կմնայի այնտեղ, բայց այդ տղաները դրանից հետո մնացել են մեծ մասը վառված ձեռքերով, վառված ոտքերով, երեսով եւ այլն, մարդիկ մնացել են ու կռվել են։ Ով որ ասում է չեն կռվել, դա հայոց ազգի թշնամին է, ով նման զրույց է անում։ Դա նշանակում է ինքը ոտնակոխ անում այն տղաների հիշատակը, որոնք հենց այդ կռիվներում են զոհվել։ Բայց չհասկացանք 2000-ից ավելի զոհ կա այդ կռիվների ժամանակ։ Պաշտոնական տվյալների մասին եմ խոսում, ես չեմ խոսում ժողովրդի մեջ շրջանառվող տվյալները, որտեղ ես պաշտոնականին եմ սովորաբար անդրադառնում եւ չեմ ուզում բարձրաձայնել այն տվյալները, որ ժողովրդի մեջ է գնում։ Հազարավոր հաշմանդամ տղաներ մնացին այդ հենց այդ ֆոսֆորային ռմբակոծությունների հետևանքով եւ այդ սպանվածները, որ այդպես շարքով պարկած փաստորեն այդ տղաները եկել էին որպեսզի Շուշի մտնեն հանգստյան տան կողմից այդ գիծը, որ ես նայել եմ, դա Ստեփանակերտից որ դեպի Քարինտակ գնում ես, այդ ճանապարհի հատվածում է, դա Շուշին մտնելու ամենախոցելի զոնան է, հենց այդտեղով են ադրբեջանցիք մտել Շուշի։ Այդտեղով են մտել, իրենք Քարինտակով փորձել են, չի ստացվել։ Հունոտի կիրճով փորձել են, չի ստացվել, հետ են մղվել, փոքրաթիվ ուժեր են իրաց դեմ կռվել, բայց հետ են մղել։ Մինչ այսօր ինձ համար ցավալի փաստ է մնում, որ համարյա մի գումարտակի չափ տղաներ այդտեղ զոհված են ու ոչ ոք չի հետաքրում, թե ինչպես է այդ գումարտակը առանց մարտի մեջ մտնելու զոհվել։ Կներեք, ով է եղել հրամանատարը։ Չեմ հիշում, ճիշտ ասած։ Ոնց է հայտնվել այդ տեսանյութը ինձ վրա այնքան ծանր է ազդել, շատ ծանր է ազդել, որ անգամ երբ որ ես գիտեի, թե հադրութում եւ այլն ինչպես են մեր գումարտակները էլի ձև վարի տրվել, ուղեղումս չի տեղավորում։ Իմ ուղեղի մեջ չի տեղավորում, ինչպես կարող է հայկական հրամանատարությունը այդքան անտարբեր վերաբերմունք ունենալ իր զինվորների նկատմամբ։ Ինչպես կարող է աշխարհի ամենաշատ գեներալները ունեցող բանակը նման կորուստներ տան։ Սա փաստեր է եւ այդ գեներալներից ոչ ոք պատասխանատվության չի կանչվել։ Եվ եթե չի կանչվում, նշանակում է դավադրության տեսությունը ճիշտ է։ Ինչու է այդ ընթացքում խոսվում են մասին, որ շատ հրամանատարներ, որոնք փոխվեցին մինչ պատերազմը, անտեղյակ են եղել անգամ տարածքին եւ զոհերը նաեւ հետևանք են անտեղյակության։ Տեսեք, ես չեմ խորանա հիմա մեզնից արդեն
4 տարվա հեռավորության վրա, ես կասեմ այսօրվա մասին։ Այսօր հայկական բանակի եթե պատերազմ լինի, այն կամավորականները, որոնք պիտի գնան օգնության, նրանք գիտեն այն տարածքների մասին, որտեղ իրենք պետք է գնան կռվեն։ Ոչ, իրենք անծանոթ են այդ տարածքներին։ Այսինքն, եթե քո զինվորը ծանոթ չէ տեղանքին, ինչպես կարա ինքը կռվի այդ տեղանքում։ Տեղանքի քաջատեղյակ լինելն է ապահովել 88-94 թվականների ազատագրական պատերազմի հաղթանակները։ Դա միայն այն ժամանակվա հրամանատարության հաջողությունը չէր, դա այն ժամանակվա զինվորների տեղեկացվածությունն էր, որ հաղթանակը ապահովել։ Բայց ես զարմանում եմ, որ 20 թվականի պատերազմի ժամանակ մենք ունեցանք էլի ռացիաների պակաս, մենք ունեցանք կապի միջոցների պակաս եւ այս մեկ գոտում կռվող զինվորը չգիտեր, որ այն կողմում իր հետ հարևանությամբ կռվող զինվորը իրանք երբեմն չգիտեին իրարից ինչ հեռավորության վրա են, արդյոք դա հայկական զորաջոկատ է, արդյոք դա թշնամու զորաջոկատն է մտել։ Սա հասկանում եք, սա այսպես ասած լոգիստիկայի խնդիր է եւ մեր այսօրվա բանակը պետք է հաշվի առնի այդ դասերը, որ մեկ ամենք այնպիսի զոնա ենք ապրում, որ պատերազմը անխուսափելի է, ինչքան էլ ցնորված մարդիկ խոսեն խաղաղության օրակարգից։ Իհարկե, այստեղ լավ ասեցիք, մենք դեռ այդ մասին կանդրադառնանք, բայց խնդիրներն է, եթե նկատի ենք ունենում, որ մենք գործ ենք ունեցել պայմանավորված պատերազմի հետ։ Ուրեմն այստեղ նաև այդ անկազմակերպվածությունը հենց պայմանավորված լինելուց է բխել։ Եթե լիներ կազմակերպված, ամեն ինչի իր տեղում, չեմ կարծում, որ հայկական ջոկատները մեկը մեկին խառնվեին, չիմանային, որ կողքի բլուրից են կողմ թուրքերն են, ինչի պատճառով եւս բազմաթիվ մենք զոհեր ունեցանք։ Անցնենք առաջ։ Ամսի 9-ին Շուշին ազատագրված էր, գնացեք, պարզեք, կա ռացիայի խոսակցություն, որ Շուշին ազատագրված է։ Ամսի 6-ի գիշերվա 7-ի ցերեկվա վրա մտել վերցրել էինք Շուշին, որից հետո մերոնք հետ են վերցրել մի ամբողջ ռազմական օպերացիայի իրականացվել։ Սա դուք ասել եք 21 թվականին։ Այսինքն ստացվում է ինչ, պարոն Հարությունյան, Շուշին գրավելուց հետո ադրբեջանցիները մերոնց հաջողվել է շատ կարճ ժամանակահատվածում հետ վերցնել, նորից հետ տալ թշնամուն։ Ես խնդրեմ մի փոքր տեղեկացրեք այս մասին, ինչ է կատարվել այդ օրերին։ Տեսեք, ամսի 6, ամսի 7 խաղաղ բնակչությունը դեռ շարունակում էր լքել Շուշին, որտեղ մեծ մասը չգիտեր, որ արդեն թշնամի մտել է Շուշի տարածք։ Մի վիդեոներ ունենք, ինչպես են ծերունի մարդկանց ադրբեջանցիները բռնում, ծաղրում եւ այլն, ու հատուկ նշանակության զորաջոկատների կողմից մերոնց կատարվել է ադրբեջանական ահաբեկիչներից Շուշիի ազատագրման հիանալի օպերացիա։ Այդ օպերացիան փայլուն է կատարվել եւ մենք քիչ առաջ ասացինք, որ չարաբաստիկ այդ իսկանդերների զրույցի տարածումը փաստորեն մեր զորքերին ստիպել է հետ գալ այդ ռազմագործողությունից։ Ասել է թե տեսեք Շուշին հանձնելուց անմիջապես հետո կնքվեց հաշտության զինադադար կնքվեց, չէ՞։ Մինչ այդ ոչինչ չէր արվում։ Ստացվում է, որ պետք է անպայման Շուշին հանձնվեր, նոր արդեն զինադադար լիներ եւ երբեմն ես ճիշտ է մենք շատ ենք հիմա փնովում ռուսներին, ասում ենք, այ ռուսները մեղավոր են, այ սենց նես չի որ այսպես ասած կատաղի ռուսամետ են, ոչ։ Բայց ճշմարտությունը պահանջում է ինձ ասել, որ այդ օրերին ռուսական խաղաղապահները զանց առնելով արդեն թե Արցախի, թե Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը իրենք զորքերը մտցրել են։ Իրենք արդեն զգացել են, որ ստեղ ինչ որ բան ինչ ու զորքերը մտցել են ու այնտեղ որտեղ արդեն ռուսական զորքերը կանած են եղել, այդտեղ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կանել է։ Գուցե հենց դա էր պատճառը, որ Պուտինն ասում էին կանգնեցնենք, Փաշինյանը չի համաձայնվել, եւ եթե կանգնեցվեր, ապա Շուշին կլիներ հայկական։ Բոլոր շանսերը, ես նորից եմ ասում, կար, բոլոր շանսերը կար 44 օրյա պատերազմ հաղթելու։
բոլոր շանսերը կար։ Չնայած նրան, որ բանակը թուրքերն լրիությամբ չէր ակտիվ ջարդել։ մասնակցում։ Հայոց Պակիստան, Թուրքիա, ահաբեկիչներ, այս Աֆղան- բոլորի Աֆղանիստան։ աֆղանցիներ, այս բոլորի գոյությունը, բոլորի պատերազմական, հա, այսպես մտել էին Արցախի դեմ պատերազմի, այդ բոլորը չէին Այդ խանգարում, որ բոլորը- մենք հաղթեինք, անգամ դրանց մասնակցությամբ։ Տեսեք, ՆԱՏՕ-ական Թուրքիան կանգնած էր Ադրբեջանի Այո, թիկունքին, իրենց գեներալներով հանդերձ։ իրենց տեսեք, պակիստանյան հատուկ նշանակության զորամաս մասնակցել է Շուշիի գրամանը։ Թուրքական զորամաս մասնակցել է Շուշի գրամանը։ Ադրբեջանական Յաշմա զորամասը ես իրանց վիդեոներն եմ նայել տեղադրած, երբ իրենք խոսացնում են Յաշմայի զինվորներին եւ իրենք ուղղությունը ասում են, իրենք որտեղով են մտել։ Ասում են մեր ուղղությունը եղել է փաստորեն հերոստաշտարակի ուղղության ճանապարհը։ Իրենք այդտեղով են մտել։ Եվ մենք անկախ նրանից ինչքան ուժեր էին մեր դեմ կռվում, մեր բանակը շարունակում էր մնալ մարտունակ։ Մեր բանակը պատրաստվում էր իրականացնել ռազմական գործողություն, դուք ուշադիր լսել եք նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի ելույթները, որտեղ ինքը հստակ ասում է հանձնարարականներ է տալիս, եւ այդ հանձնարարականները չեն արվել Արցախի նախագահ կոչեցյալի ջանքերով, որովհետեւ ոնց կարա Սամվել Բաբայանից հրաման ստացած, ասեն, գումարտակի հրամանատարը չկատարի այդ հրամանը, եթե իրեն ինչ որ մեկը մեջք չկանի, ասի մի կատարի այդ հրամանը։ Ոնց կարա մարդ ասի, դե գիտես, հլա մեր գյուղացիները չեն հավաքվել, որ ուղարկենք այս գոտին։ Հստակորեն, ես հիմա չեմ ուզում այդ մի ամբողջ ֆիլմ է, թող մարդիկ նայեն, ինչպես է Սամվել Բաբայանը բացատրում, որ այս գործողությունները եթե անեին, թուրքական մեծ խմբավորումը կընկներ շրջապատման մեջ եւ կջնջխվեր։ Իդեպ շատ ներողություն պիտի ընդհատեմ։ Այստեղ մեղադրում են անգամ Սամվել Բաբայանին, ասվում է հետեւյալը, որ իր այն բոլոր պլանները, որ ռազմական ինքը, հա, ծրագրել է, դրանք բոլորը ավարտվել են ձախողմամբ եւ մեղադրվում է, որ ինքը ուրեմն սխալ պլան է մշակել։ Փաշինյանն էլ, ես հիշում եմ այդ օրերին, ասում էր Արցախի ղեկավարները, ռազմական ղեկավարները ինձ հետաքրքիր պլաններ են առաջարկել, որով հիմա մենք այսօր մեծ հաջողության ենք հասնելու եւ մեկ էլ հանկարծ ինչ կատարվեց, այսինքն այստեղից էր գնում հրահանգը, որ չկատարեք, հրահանգը գնում էր շատ Հարությունյան, Արայիկ Հարությունյանին, որ չկատարեք ռազմական ղեկավարների հրահանգները։ Եթե Արցախի 3 նախագահներ գերադասում են հանձնվել ադրբեջանական կողմին, 3 նախագահներ փոխանակ դիմադրություն կազմակերպեն։ Որ նախագահներն են։ Արցախի 3 նախագահները այսօր գտնում են Ադրբեջանի։ Արկադի Ղուկասյանով ցանկացել են հանձնել Արցախը Ադրբեջանին։ Եթե մարդիկ լինելով, չէ, եթե հլա հյանեն, կարող է Արկադի Ղուկասյանին հերոսի կոչում էլ լինի, Արցախի հերոսի։ Ոնց կարելի է 3 նախագահներ, չեմ ասում եմ մյուսները, որոնք էլի հանձնվել են, փոխանակ կազմակերպեն պաշտպանություն, Ոստը հանձնում են ադրբեջանցիներին։ Հասկանում եք, եւ այստեղ գտնում են մանկավլիկներ, որոնք ասում են, այ մեր ժողովուրդը, մեր քաղաքական գործիչները գտնում են այնտեղ։ Ինչ ասել ասա։ Սա ասում է այն մասին, որ մենք շանս ունեինք հաղթելու, մարդը գնացել էր այնտեղ, փորձել է կազմակերպի, բայց ամեն ձև սաբոտաժի են ենթարկել իր գործողությունները, ամեն ձև։ Միակ մեղադրանքը, որ մենք կարանք Սամվել Բաբայանին ներկայացնենք, դա այն է, որ ինքը վճռականորեն չգնաց այդ իշխանավորներին ձերբակալելու ուղով։ Պիտի ձերբակալեր, սաղին գնդակահարեր, որպես հայրենիքի թշնամիներ։ Ու կազմակերպեր խունտայի, դիկտատուրայի միջոցով Արցախի ինքնապաշտպանություն։ Բայց ինքը չգնաց դրան, որով ես ասեմ, ես օրինակ կոնկրետ լինելով այդ պահին այն ամենի կողմնակից, որ ինքը դա պիտի անի, ես դրանից հետո հիասթափվեցի Սամվել Բաբայանից, ասելով որ մարդը կարող էր դա անել։
ինքը պարտավոր էր որպես գրվող գեներալ, որպես մեր հաղթանակը ապահոված գեներալ, չէ, ի վերջո 94 թվականի հաղթանակի ստորագրությունը Սամվել Բաբայանի ստորագրությունն է։ Ի վերջո ադրբեջանական կողմը Սամվել Բաբայանին է ճանաչել, նրան են նամակներ հղել ու 2-3 անգամ խնդրել, որ դադարեցրեք ձեր հարձակումները 93-ին, 94-ին։ Ինքը այդ գուցե նաև գուցե ես սխալվում եմ այն առումով, որ այդ սաբոտաժնիկները այնքան ուժեղ են եղել, որ ինքը չի կարողացել դա անել։ Ներողություն, ըստ ձեզ որտեղից էին ուղղորդվում Արցախի այդ ղեկավարները, քաղաքական ղեկավարները։ Ում են իրենք հանձնել։ Ում հանձնվեցին։ Ում են իրենք հանձնել։ Այսօր Ադրբեջանի, կարծում եք ուղիղ կապով նրանք Ադրբեջանի հետ էին բանակցում, Ես միանշանակ այն կարծիքին եմ, որ այո, ես միանշանակ այդ կարծիքին եմ, այսինքն որ իրենք դավաճանել են ժողովրդին, իրենք ես զարմանում եմ, էլի մարդիկ, որոնք օգտվել են 30 տարի Արցախի բարիքներից, լինելով այդ ղեկավար պոստերում։ Ներողություն խնդրում, դուք փաստորեն մեղադրում եք Արցախի ղեկավարությանը, Արցախի հանձնման հարցում, այնպես ինչպես Փաշինյանն է մեղադրում, հա? Համակարծիք եք իր հետ։ Տեսեք, Փաշինյանը իրենից մեղքը գցելու համար է մեղադրում։ Ես մեղադրում եմ նրա համար, որ տեսեք, մենք ստեղ մեղադրում ենք, չէ՞, Փաշինյանին։ Լավ, ենթադրենք Փաշինյանը ստեղից հրաման է տալիս։ Ասում է հանձնեք։ Չէ՞։ Գերագույն գլխավոր հրամանատար է, բայց շատ կներեք, Արցախում գոյություն ունի ինքնուրույն իշխանություն։ Կարծում եք ինքնուրույն էր Հայաստանի, ինքը եթե ուներ այսքան հայրենասիրական զգացում, ինքը պետք է դեմ գնար դրան։ Ասում եք բյուջեից փող չենք ստանա Հայաստանից, եթե դեմ գնանք։ Հետո ինչ բյուջե։ Սոված կմնա։ Որ մենք 90-92 թվականին ոչ մի բյուջեից օգնություն չենք ստացել, օրերով, ամիսներով սովին դիմագրավել ենք։ Բայց այն ժամանակ Հայաստանը կանգնած չէր Արցախի կողքին 90-ականներին։ Հայաստանը ոնց էր կանգնած այն ժամանակ, երբ որ Արցախը 4 կողմից շրջափակված էր։ Հայաստանը, որ իր կամավորականներին ուղարկել էր, այդ էր։ Վերջ։ Այդ կամավորականները եկան այնտեղ, դա Հայաստան չի։ Դա հայ ազգի արժանապատիվ զավակների մուտքն է իրենց հայրենիք, այդ մարդիկ Լեոնիդ Ազգալդյանը, որ ասում էր, ես այս հողի կուսակցության ներկայացուցիչն եմ, չէ՞։ Մարդիկ իրենք շատ լավ գիտակցում են, որ դա իրանց հայրենիքն է, ուրիշի հայրենիք չի։ Սա ուրիշ է։ Եվ ուրիշ բան է, երբ որ մենք արդեն բացեցինք միջանցքը ու հայկական այդ օգնությունները արդեն սկսեց գալ մեծ թափով։ Բայց մինչև այդ հայկական կողմը յոլա էր գնում ադրբեջանցիներից վերցրած ավարով։ Ավոն ընդեղ էր տանկեր վերցնում, մերոնք Աշկերանի ուղղությունում էին տանկեր վերցնում, Մարտակերտի ուղղությունում էին տանկեր վերցնում Թշնամուց, Պարենամթերք էին վերցնում Թշնամուց։ Այսինքն ինչ պիտի աներ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եթե ինքը դավաճան չէր, առաջին իսկ օրը պետք է Արցախում հայտարարել արտակարգ իրավիճակ, նույնիսկ Հայաստանի սահմանում դներ անցակետ ստուգելու համար, ովքեր են դղով գալիս։ Մենք տեսանք, չէ՞, Նախիջևանի ինչ որ սպեցնազ հայտնվել է Քարինտակում, ոնց է հայտնվել։ Որովհետև այդտեղ չկար անցակետ, որ հսկեր մարդկանց ու ստուգեր, ովքեր նախ սրանք գալիս են մեր երկիրը։ Արտակարգ միջոցների դիմեր թշնամուն ջարդելու համար։ Ցանկացած երկիր, տեսեք, Ուկրաինան։ Չարբեց հույս դնելով գուցե Հայաստանի, հա, հայկական բանակի, ի վերջո հայկական բանակի բաղադրիչ է, բազմիցս ասվել է, չէ՞, մի բաղկացուցիչ մասն է եղել Արցախի պաշտպանական բանակը։ Մի երևույթի մասին, որի դեմ ես Արցախում կռվել եմ։ Երբ որ ես տեսել եմ, որ Արցախի պաշտպանության բանակի փոխարեն մեր զինվորների թեղերին գրած է Հայաստանի Հանրապետության բանակ։ Ես դրա դեմ կռվել եմ։ Ինչու՞։ Որովհետև ստացվել է, որ Հայաստանի իշխանությունը համաշխարհային հանրության ասում է, որ իր զորքը գտնում է Արցախում։
Այսինքն օկուպացրել է Արցախ։ Հասկանում եք ինչ է։ Ինչի մասին բայնասուն է բարձրացնում Ադրբեջանը։ Դա այո։ դիվանագիտական ապուշություն էր, իսկ ով չգիտի որ դա Հայաստանն է, չհասկացանք ում եք դա ցուցադրում։ Բայց դրսի ուժերին պետք է չէ ցույց տալ որ Արցախը անկախ է։ Դու պիտի ցույց տայր այսի Արցախի բանակն է կռվում, ոչ թե Հայաստանի Հանրապետության բանակը։ Ես այն ժամանակ ասել եմ որ Հայաստանի բանակ կարող է Արցախում գտնվել միայն կապույտ կասկաներով, այսինքն մակի դրոշի տակ։ Եթե դու դիվանագետ ես, սա դիվանագիտության մասին ենք խոսում։ Բայց եթե դու դիվանագետ չես, այ հայտնում ես այսպիսի աննորմալ իրավիճակում, հա, ու մարդը որպես իրան այս ամենը արդարացնի, ասում է ես զրոյացնում եմ, որ սկսեմ զրոյական կետից։ Այսինքն Երևանն էլ պիտի հանձնենք, որ զրոյական կետի հասնենք, որտեղ Ալիևը ասում է Իրիվան բիզիմնի։ Պարոն Հարությունյան, պատերազմից հետո դուք եկաք Հայաստան, առաջի հանդիպումներից մեկը կարող եմ ասել երևի լրատվամիջոցներից, ես էի որ ձեզ հրավիրեցի Մենքի տաղավար, դուք մեր հարցազրույցից հետո դուրս եկաք եւ ինձ էլ անկեղծ ասած այնքան մեծ հույս տվեցիք, երևի առաջի անգամ պատերազմից հետո այդ գիշեր հանգիստ քնեցի, որովհետեւ դուք շատ մեծ հույս տվեցիք, ինձ ասեցիք Արմինե հաղթելու ենք, հետ ենք վերելու, այնինչ տվել ենք եւ ավել։ Ես այսպես կասկածելով, բայց շատ ուրախ ու շատ երջանիկ հայացքով ձեզ նայեցի, բայց ինչ ստացվեց, մենք կորցրեցինք ամբողջ Արցախը, ոչ միայն հետ բերեցինք այդ 10,000 քառակուսի կիլոմետրը, որ տվել ենք, այն երկուսն էլ հետը տվեցինք եւ հայաթափվեց ամբողջ Արցախը։ Այստեղ ինչ գնաց, այստեղ ինչ խաղ գնաց, նորից Արցախի ներսից էր դավաճանությունը Հայաստանի դավաճան իշխանության հետ համագործակցած եւ գործեց Փաշինյան, Ալիև, ասենք Արայք Հարությունյան եռյակը, թե մեկ ուրիշ բաներ, օրինակ Սամվել Բաբայանին եմ լսում, երկու օր առաջ հարցազրույց է տվել, ասում է ես արցախցիներին ասում էի, իրենք չէին լսում, ասում էի բոշա եք դառնալու, գնալու եք Երևան, այսինքն ինքը այդ սցենարը գիտեցել է, բա որտեղից է գիտեցել։ Ինչ է կատարվում ի վերջո։ Նախ ասեմ, որ մինչ այսօր չի փոխվել իմ դիրքորոշումը։ Ես գտնում եմ, որ հայությունը ազատագրելու է ոչ միայն Արցախը։ Հայությունը տերն ալինելու մեծ հայքի։ Վերականգնվելու է մեծ հայքի թագավորությունը։ Հիշեք այս խոսքերը, որ ես ասում եմ։ Դա լինելու է։ Ինչպես դա մեծ ծրագիր է կարող իհարկե հիմա այդ դա լինելու է, բավական է, որ Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություն կազմող հայերը ի վերջո գիտակցեն, թե ովքեր են կանած ու իրանց ղեկավարողները, նա ստուգ են էլ ովքեր են սրանք։ Գենետիկորեն։ Չէ, նաև։ Ի վերջո գիտակցեն, որ մարդուն ասել արցախցի, գյումրեցի, կիրովականցի, ախպեր, այդ տեղացի հայ է, ինչ ես ուզում այդ մարդուց։ Ինքը այդ տեղից է, բայց ինքը հայ է։ Բայց այդ տեղն էլ Հայաստանն է։ Իմ Հայաստանը հայկական լեռնաշխարհն է, ես չգիտեմ մյուսների Հայաստանը որն է։ Դուք դեմ եք գնում Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի այսպես գաղափարով։ Ես ասում եմ, որ այսօրվա Հայաստանը ընդամենը Արարատյան Հանրապետությունն է։ Ինքը իրավունք չունի հանդես գալ որպես Հայաստանի Հանրապետություն։ Եթե այսօրվա Հայաստանը հայրենասեր կառավարություն լիներ, ապա գոնե կճանաչեր 5-ից ավելի ընդեղ արևմտյան Հայաստանի կառավարություններ կար, դրանցից մեկին։ Դուք առաջարկում եք, որ մենք ձեռնոց նետենք ըստ ասենք օրինակ ՔՊ-ականների, դա կնշանակի ձեռնոց նետել Թուրքիային, ձեռնոց նետել Ադրբեջանին, իսկ մենք լսում ենք, չէ, Ալիևը պահանջում է հրաժարվեք ձեր սահմանադրությունից, որովհետև համաձայն այդ սահմանադրության տարածքային ամբողջականությունը մեր խաթարել եք ուզում։ Դուք հիմա այդ տրամաբանության մեջ կոչ հնչեցրեցիք, պարոն Հարությունյան։ Ես ասում եմ, որ ես գիտեմ մեր ազգի ներուժ։ Խոսքը հոգևոր ներուժի մասին է, որը մերոնք թերագնահատում են։ Մենք այն ժամանակ էլ շատ փոքր էինք քանակապես, որովհետև Արցախի ռազմադաշտում 1988-1994 թվականներին գրվել է ընդամենը Հայաստանի ազգաբնակչության 2%։ Դուք ստիպում եք ես թվեր թվարկեմ։ Հիմա դուք պատկերացրեք այսօր Հայաստանի սահմանում պահողների քանակը ինչքան է,
ինչքան մենք բանակ ունենք, ինչ ներուժ ունի հայությունը, եւ այդ ներուժը կազմակերպող չունի ընդհանրապես։ Եթե այսօրվա իշխանավորը ինքը ասում է, որ դե բա հնարավոր չի, այս մեկ, հլա թող ինքը բացի իր իսկ կողմից ընդունված նախագիծը։ Ինքը նախագիծը չէ ընդունել իշխանության գալուց առաջ։ Թե ինքը պարզապես դա տպագրել է ու չի ընթերցում, ինքը ինչ անդեղ գրել։ Ասում են իրավիճակ է։ Մարդը գրել է, որ ես ատամներով պաշտպանելու եմ Հայաստանի եւ Արցախի շեշտված Արցախը։ Պաշտպանելու եմ այդ ամենը։ Եթե դու չես պաշտպանել քո իսկ ստորագրածը, ապա արժանապատվություն ունեցող ղեկավարը վաղուց հրաժարական կտա։ Բայց այսօր հրաժարականի փոխարեն, բայց տեսեք իրենք ինչ են հայտարարում, ասում են մենք հենց ավելի շուտ պետք է ասած լինեինք, որ Ադրբեջանի մաս է Արցախը, որպեսզի այրուն չթափվեր։ 18 թվին դեռ պետք է ասած լինեինք։ Հիմա ասում են մենք սխալ ենք արել, որ ասել ենք պաշտպանելու ենք Արցախը։ Հակառակը պետք է տված լինենք, որտեղ Արցախը Ադրբեջանն է։ Բա որ 18 թվականի եկած Շուշիի Թթենիների այգում խորոված էին ուտում այդ նույն ասողները, պարում էին հայկական պարեր էին պարում, հացը այնպես էին կծում, որ հացը վախից կապտում էր, չէ, մարդիկ նայում էին, չէ, երկրի ղեկավարը իրան ոնց է պահում, Շուշվա մեջ։ Բա այդ որ այդքանը անում էին, ինչի համար էիք անում։ Ինչի համար էիք անում։ Չհասկացանք, դուք իշխանության եք եկել թողնելու 18 թվականի Բաթումի պայմանագրի Հայաստանը, ազնվություն ունեցեք ասեք, որ ձեր նպատակը դա է։ Մեր եթերաժամանակը ավարտվել է, պարոն Հարությունյան, բայց ես կարծում եմ, որ դուք հաճախ պիտի այցելեք մեր տաղավար, մենքի տաղավար, որտեղ մենք դուք շատ ասելիք ունեք եւ հարցերն էլ այսպես մեր կարճ ժամանակի մեջ չի տեղավորվում, համ էլ ես այդպես էլ չիմացա իմ հարցի պատասխանը, թե դուք ոնց Շուշիից դուրս եկաք։ Կամ հետո մեկ հարց եւս Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը արդեն երկրորդ տարին է բանտում է, որովհետեւ ասում են Շուշի կարևոր բարձունքներ հանձնել է։ Քննիչ հանձնաժողովն է ձևավորվել, որի հետ կապված արդեն մատ են թափ տալիս ՔՊԱ-ականները, թե բա այշուտով նորից կալանավորումներ ու ձերբակալումներ կլինեն, նորից հրամանատարական կազմից եւ այլն, այսպես մի քիչ հարցերս ամբողջական ասացի, եթե կարելի է անդրադարձեք եւ փորձենք եզրափակել։ Տեսեք, երբ որ նոյեմբերի 6-ին արդեն Շուշին պաշտպանող կամավորական գումարտակները սկսեցին դուրս գալ, մեր ուղեկցորդները, որոնք մենք դրել էինք Վանեցյանի խմբի հետ, երբ որ Վանեցյանի խումբը սկսեց արդեն հետ քաշվել, մեր ուղեկցորդին փաստորեն ասացին, որ ձեր մարդկանց ասեք, թող Շուշիից դուրս գան, որտեղ արդեն Շուշին թողնում են առանց պաշտպանության։ Եվ մենք չհավատալով, բայց ուրիշ ելք չունեինք, որտեղ փաստորեն ռացիայով մեր ընկերը հնչեցրեց հետևյալ բառերը, որ դուք ընկնում եք շրջապատման մեջ։ Ցավալի է, թողեցինք մեր քաղաքը, նորից եմ ասում, Շուշիի համար մարտեր ընթացել են, համառ մարտեր են ընթացել, թշնամի Շուշիի տակ հազարավոր կորուստներ ա կրել։ Ինչ վերաբերում է ով է հանձնել, մարդուն ձերբակալել են, սպառնալիքներ են տարածում, չէ։ Հիմա եթե մենք Միացյալ Նահանգների եւ դրսի այլ դեմոկրատական երկրներին ուզում ենք ասել, որ ժողովրդավարությունը արժեզրկված է, ապա պետք է շարունակել այդ գիծը, որ հիմա իրանք անում են։ Եթե Միացյալ Նահանգները մենք ուզում ենք ապացուցել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ապա բերեք բաց դատավարություն կազմակերպենք, Միքայել Արզումանյանին շանս տանք, թող ինքը բաց է այդ ամբողջ ժողովրդի առաջ, ասի թե ինչ է կատարվում։ Բայց փակ է անգամ դատը։ Ոչ, դա պետքա բաց ընթանա, ժողովուրդը պետքա իմանա ինչ է կատարվել։ Ինչի է փակ անում, չհասկացա։ Եթե ինչ որ բան այն չի, չէ, դա մեզ ստիպում է մտածել, որ ուրեմն ինչ որ բան այն չի, եթե այսպես է գնում։ Այսինքն մարդիկ վախենում են, որ դատական process-ի ժամանակ մարդը կարող է հնչեցնի անուններ։ Այո։ Խոսքի կարող ասի, բա գիտեք, ես Հայաստանի վարչապետից հրաման եմ ստացել, թիվ ես ինչ հրաման։ Թողնել Շուշին կամ չէ, կարող է այդպիսի բան լինի, Աստված հեռու, որ այդպիսի բան լինի,
Հա, բայց հիմա մարդը կարող է այդպիսի բան ասի։ Դրա համար փակ են անում, որ եթե հանկարծ ասի էլ ժողովուրդը չիմանա դրա մասին։ Բա այլ ուր մնաց ձեր դեմոկրատիան, որ գնում եք Ֆրանսիաներում, Ամերիկաներում, ասում եք, բա մենք դեմոկրատական երկիր ենք, ուր է քո դեմոկրատիան։ Ինչու բաց դատավարություն չի կատարում այնպիսի մի փաստի կապակցությամբ, որ խոսքը գնում է Շուշիի հազմա մասին։ Այդ մեկ։ Երկրորդ, եթե ԿՊ-ականներն ասում են, որ Արցախը Ադրբեջան է, չէ, եթե իրենք նման հայտարարություն են ասում, ապա ժամ առաջ Արզումանյանին պետքա բաց թողնեն, որտեղ իրանք իրավունք չունեն պահելու այլ երկրի քաղաքացու։ Դու ինչ իրավունք ես այլ երկրի քաղաքացուն դատում քո տարածքում, չընդունելով այդ երկիրը։ Դու չես ընդունում այդ երկիրը։ Դու ոտնահարել ես այդ երկրի սահմանադրությունը եւ այսօր այդ երկրի քաղաքացուն դատում ես։ Ինչ իրավունքով։ Քեզ ով է այդ իրավունքը տվել։ Ի վերջո, սա Արցախի հանրապետության ոտնահարում է տեղի իշխանավորների կողմից եւ մի անգամ եւս իրենք հաստատում են, որ իրենք դավադիրներ են։ Դե այս իշխանությունը շարունակում է ոտնահարել Արցախցու իրավունքներն արդեն Հայաստանում հայտարարում է հյուրեք, տեղներդ խելոք նստեք, Արցախի ներկայացությունը պիտի փակվի, Արցախցուն կոպեկներ է տալիս, որպեսզի անկարող լինի մեր արցախցի հայրենակիցները բնակարան գնեն, ընդհանրապես ստացվում է այդ գումարը տոմսի համար է, որ այսպես թողնեն եւ գնան Հայաստան։ Կներեք, նախ եւ առաջ այդ մարդիկ ուրեմն անգարագետ են, որտեղ չգիտեն, որ 1989 թվականից Հայաստանի խորհրդային հանրապետության եւ Արցախի ինքնավար մարզի միջեւ գոյությունի պայմանագիր համատեղ որոշում է ընդունվել, որ Արցախը հանդիսանում է Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության անբաժանելի մաս։ Մենք այն ժամանակվանից արդեն ստացել ենք Հայաստանի հանրապետության ազնագրեր, որոնք մի քանի անգամ իհարկե Արցախում փոխվեցին։ Այսինքն փաստացի մենք արցախցիներս Հայաստանի հանրապետության քաղաքացիներ ենք։ Հյուրը նրանք են, ովքեր այսօր հյուրի կարգավիճակով հողեր են բաժանում։ Եվ եթե ինչ որ մարդիկ ասում են, բա ինչի արցախցին չի գնում ստեղ պաշտպանի, արցախցին չի գնում այնտեղ պաշտպանի, ես այդ հարցին հարցով եմ պատասխանում։ Դու արցախցու կորցրած տունը փոխհատուցել ես։ Դու ես փող չեմ ուզում մարդուց։ Մարդը ինձ ասում է, գնա սահմանային ես ինչ քաղաքում գյուղում։ Շուշին, երբ որ քաղաք ա եղել, բնակավայր ա եղել, Երևանը քաղաքի կարգավիճակ չի ունեցել։ Երբ որ մարդիկ ասում են, որ Երևանը Հայաստանի ամենահին քաղաքն է, կոպիտ սխալվում են։ Շուշին իմ պատմական ուսումնասիրություններով 100 տարով ավագ է Երևանից։ 100 տարով հիմնադրվել է Երևանդունի արքաների կողմից, եթե մարդիկ ուզում են իմանալ։ Եվ այդ քաղաքի բնակիչին ասել, որ դու գնա գյուղ, ոտքի տակ տալով ՄԱԿ-ի կոնվենցիան, որ ՄԱԿ-ի կոնվենցիայով արգելված է փախստական դարձած մարդկանց, դու տանես սահմանում բնակեցնել։ Բայց մենք գնացինք ընդառաջ, ես օրինակ հայտարարել եմ, որ կարող եմ փախստականների մի խմբի տանել Ալավերդուց մի քիչ վերև վրացական սահմանում մի փոքրիկ հայկական գյուղ կա, բնակավայր կան, դեռ 13-14-րդ դարերի վանքեր կան։ Եթե դուք համաձայն եք գոնե 60,000 արցախցիների համար այնտեղ քաղաքային բնակավայր սարքել, որ մենք հայ-վրացական սահմանում ունենանք շուկայի մեծ տերիտորիա, եւ օրերս ինձ ասում են աշկդ լույս Աշոտ ասում է, այդ տարածքն էլ է Փաշինյանը հանձնում է Վրաստանին։ Չեմ հասկանում։ Մենք ընտրում ենք տարածքը։ Ասում ենք, այս տարածքին հավանենք, սահման չես ասում, սահմանը, հայ-վրացական սահմանը, բարձի թողի գյուղը։ Մենք գնում ենք 60,000-անոց քաղաք ենք ընդեղ սարքում։ Կարող է դա հետո դառնա 120,000-անոց քաղաք, որտեղ սահմանային է, առևտուր կլինի, եւ հետո այդ ստրատեգիական ճանապարհը, որի համար կռվում են
Պարսկաստանը, Հնդկաստանը, որ հյուսիս-հարավ ճանապարհ լինի, դու հյուսիս-հարավ ճանապարհը Վրաստանի սահմանում այնպես կուղղորդես, որ այնտեղ ադրբեջանական Սադախլոն դուրս կմնա։ Դրա համար վերցնում ու հանձնում են նաև այս մյուս տարածքը։ Փաշինյանի նպատակը բոլորովին այլ է, մենք այլ առիթով կխոսենք, թե ինչ քաղաքականություն է այս իշխանության կողմից վարվում։ Մեկ հարցով ուզում եմ ամփոփել այսօրվա ձեր շատ հետաքրքիր զրույցը։ Հնարավոր եղել է Շուշիի թանգարանից մեր պատմական արժեքները տեղափոխել Հայաստան, թե ոչ։ Իդեպ սա հատուկ իմ հերոսադիտողներից մեկի հարցն է, որ ուզում եմ եթերով հնչեցնեք պատասխանը։ Ուրեմն ես ասեմ, որ հարցը երկու անգամ քննարկվել է մինչև նոյեմբերի սկիզբը։ Այն ժամանակվա նախարարը խոսացինք, ինքնիզնից հարցել է, որ նպատակահարմար չես գտնում Շուշի թանգարանի առարկաները տեղափոխել Ստեփանակերտ։ Ես ասացի, որ ոչ, ես նպատակահարմար եմ գտնում Շուշի թանգարանի իրերը տեղափոխել Երևան։ Այսինքն ընդհանրապես այս տարաձայնությունը եղավ մեր մեջ, ինքը ասաց, այդ հարցը կլուծենք։ Որտեղ դա պարզ բան էր, որ այդ հարցը լուծում է նախագահի մասշտաբով։ Մինչև նախագահան հրաման չտա, ոչ ոք իրավունք չունի թանգարանը տեղաշարժել։ Պատկերացրեք, որ ասենք Տիգրանակերտում գտնող թանգարանը դուրս է բերվում։ Դուրս բերվեց, փաստորեն։ Նույն օրը կամ հաջորդ օրը շանս կար Շուշի թանգարանը դուրս բերելու։ Ընդհանրապես պետք էր Արցախի նախագահի հրաման։ Եվ չկար այդ հրաման։ Չտվեց հրաման։ Ոչ։ Ինչու՞։ Եթե Արցախի նախագահի հրաման չկա, դուք պատկերացրեք, ես ինքնագլուխ վերցնեմ, մեքենայի մեջ բեռնեմ, ասենք երկու մեքենա, ու բերեմ սահմանում ինձ կանացնեմ։ Մերոնք։ Այս ի՞նչ է։ Ո՞տ թանգարանի առարկաները։ Ախպեր, ինչու՞ դու զբաղված։ Կանտրաբանդա է, այս բերել ես ոչ եմ 100 մի բան։ Սա մենք սա այս սցենարները մենք սա մտածել ենք։ Հասկանում եմ, պարոն Հասյան, լավ, հարցս ինչու չտվեց նման որոշում չկայացրեց այդ խառը պահին, երբ որ կորցնում եք։ Հիմա ինքը թող այդ հարցը այնտեղ Ադրբեջանի պատասխանը տա, ըստ էության նաև բանակցություններ, որ իրենք Ադրբեջանի հետ վարել են, խոսքը նաև գնացել է, որ Շուշիի թանգարանի առարկաները պիտի մնան։ Որ հետո որպեսզի ադրբեջանցիները այնտեղ բացեն թանգարան, այսօր այնտեղ բացված է թանգարան։ Օգտագործելով հայկականը, բայց արդեն հայկականը ու ներկայացնում են, որ սա ալբանական է, ու սա ադրբեջանական է։ Դե դա հերթական կնշանակի այդ մեծ արցախյան ծրագրի մի դրվագի հետ մենք գործ ունենք, այսինքն ոչնչացնել հայկականությունը, հայի հետքը Արցախում, ինչպես ավերվում է հիմա ամեն ինչ, նաև այդ ապրանքները, այո, մեծ համար շատ կարևոր իրերը չբերվեցին, որպեսզի ալբանացվեն։ Իդեպ ես ձեզ ասեմ, որ Հայաստանի իշխանությունները առաջի անգամ չեն նման բան անում։ Մենք նման բանի հանդեպել ենք նաև 18-20 թվականին, երբ որ էլի վաճառվել է Ղարաբաղը։ Այն ժամանակ էլ է վաճառվել է Ղարաբաղը։ Կոնկրետ գին գոյությունն է, բացեք նայեք Հայաստանը դիվանագիտության արտաքին քաղաքականության տես մի հատ գիրք կա։ Կոնկրետ թիվ կա նշած, ինչքան են տվել այն ժամանակվա Երևանյան իշխանավորներին, որպես իրանք ձեռք քաշեն Ղարաբաղը։ Խորհրդային։ Եվ թույլ տան, որ Շուշիում, չէ։ Ոչ։ Ավելի վաղ։ Այո, որպեսզի թույլ տան Շուշիում 20 թվականի մարտի 21-ից ցեղասպանությունը իրականացնել։ Դուք պատմաբան եք, վստահ շատ հետաքրքիր փաստերի եք տիրապետում, դա նշանակում է մեր զրույցը շարունակվելու է։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Հարությունյան, իսկ ես վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, մենքի տաղավարում այսօր իմ հյուրն էր Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, Շուշի սոցիալ-կրթական եւ փորձագիտական կենտրոնի նախագահ, բնիկ շուշեցի Աշոտ Հարությունյանը։ Լավ եղեք, կհանդիպենք։